Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Բայլույս մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, այս գարնանային առավոտը եւս մեկ անգամ սկսում ենք միասին։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դիմացը ինչ է։ Դիմացը։ Մարտի 8 կանանց միամսյակ սիրելի հեռուստադիտողներ, սիրելի տղամարդիկ, եթե դուք չունեք կողակից, չունեք սիրած աղջիկ, շտապեք սիրահարվել, որպեսզի դատարկեք դրամապանակը։ Կամ եթե դուք չունեք կողակից, Երանի ձեզ Մարտի 8-ին խնդիր չունեք։ Ճիշտն ասած Անահիտ ջան, գարունը եկել արդեն տրամադրությունս բարձրացել է, ես էլ եմ ուզում սիրահարվել, պարզապես ընկերուհիս դեմ է։ Դեմ է ընկերուհից։ Լավ, եթե դա հումոր էր, ապա շատ ծիծաղելի։ Եթե չէ, ապա ծիծաղալու չէ։ Դե ինչ, իսկապես մարտի 8-ից ապրիլի 7-ը կարող եք նվերներ գնել ձեր կեցին, բայց ոչ միայն այդ մի ամիսը դարձրեք մի ամբողջ տարի եւ մի ամբողջ կյանք լիանակնկալներով ձեր սիրելի համար, որովհետեւ կանայք արժանի են առավելագույն։ Այո, կանայք արժանի են ավելին, եթե կանանց տոնը մարտի 8-ից ապրիլի 7-ն է, ապա տղամարդկանց տոնը ապրիլի 7-ից մինչև մյուս տարվա մարտի 8-ն է։ Այո, ճիշտ է, ամբողջ կյանք էլ մենք որովհետև ձեզ համար տոն ենք տղամարդու համար նվեր է։ Այո, բայց դուք էլ հերիքա մենակ նյութական նվերներ անեք։ Դուք էլ հերիքա մենակ նվեր լինեք։ Կարող եք տոն նվիրել, կարող ենք արտանալ, տեսնել փոշեկուլը։ Փոշեկուլը ձեր ձեռքին է։ Եթե դուք ուզում եք ձեր կնոջը լավ նվեր անել, փոշեկուլը Այո, սա իմ խորհուրդն է։ Մնացածն էլ դուք մտածեք, իսկ այժմ առավոտը ճիշտ սկսելու մասին։ Իսկ մենք արդեն ճիշտ սկսեցինք։ Ամեն առավոտ մենք արթնանում ենք, փորձում ենք ինչ-որ հումորներ անել, չգիտեմ, զվարճալի սկսում ենք, ինչ ճիշտ սկսելու մասին է խոսքը Անահիտ։ Այն, որ նախ հարկավոր է ուշադիր լինել մանրուքներում, Գորջան, քանի որ դրանք կարող են մեծ խնդիրներ ստեղծել։ Օրինակ զարթուցիչը։ Շատերը ազդանշանով արթնանում են աշխատանքային օրերին, իսկ շաբաթվա վերջում անջատում են այն ու քնում մինչև կեսօր, բայց պարզվում է, որ քնի ռեժիմի խանգարումները կարող են թուլացնել օրգանիզմի դիմադրողականությունը եւ մեծացնել ճարպակալման ռիսկը, բայց ով կհամաձայնի, որ կիրակի օրը ասենք արթնանա նույն ժամին ինչև աշխատանքային։ Բայց զգացել ես այսպիսի մի բան կա, երբ որ աշխատանքի ես լինում, առավոտյան դժվար ես արթնանում։ Երբ որ արդեն շաբաթ կիրակի է, կարող ես քնել, մեկ էլ առանց զարթուցիչ առավոտ 8-ին արթնանում ես։ Ոնց որ ամբողջ կյանքդ սպասում ես արձակուրդին, բայց արձակուրդը գալիս է, ասում ես երբ են սկսվել։ Հա, տենց մի բան։ Ես կարծում եմ, որ փոշեկուլը ավելի լավ էր, բայց ոչինչ։ Այսօրվա խոսքն է։ Եթե լսենք մասնագետներին, ապա պետք է հրաժարվենք նաև բաց հողաթափերից։ Դրանք չեն ապահովում ոտքերի անհրաժեշտ պաշտպանությունը եւ նպաստում են անոթային հիվանդությունների զարգացմանը։ Եթե լսենք մասնագետներին, ոչ մի բան պետք չի անել։ Հողաթափիկ ինֆուզորիա պետք է հագնել։ Ինֆուզորիա, չգիտեմ, բայց փակ հողաթափիկ հագնել այն ժամանակ, երբ ամառ է եւ շատ շոգ, մի փոքր դժվար է, չէ՞։ Ես օրինակ չեմ կարողանում հագնել, չգիտեմ։ Անդադար ոտափոփիկ ես, թե կոշիկով։ Չէ, այդքան բաց չեմ կարող, կոշիկով։ Կարող է հնարավորություն չունես։ Կարող է։ Լավ, անցնենք առաջ։ Ուսապարկ կրելը եւս վտանգավոր է։ Շատերը կարծում են, որ ծանրությունը երկու ուսերի վրա հավասարապես բաշխելով կարելի է խուսափել ողնաշարի հետ կապված խնդիրներից։ Սակայն պետք է հիշել, որ ցանկացած ծանրությունը երկար ժամանակահատվածում կրելիս կարելի է մեջքի շրջանում քրոնիկ խնդիրներ ձեռք բերել։ Այո, մանավանդ կանանց պայուսակները, ուսապարկերը, որովհետև նրանք շատ ծանր են։ Համաձայնվել, որ չկա ավելի ծանր բան, քան կանանց փոքրիկ պայուսակներ։ Բայց եթե քննարկենք, թե հիմա ինչքանն են այդ երկկողմանի ուսապարկերից կրում, երևի դպրոցականները, մեկ էլ արշավականները, չէ՞, ովքեր Եթե երկուսն են գցում, այո, եթե մեկն են գցում, շատ են տեսնում, այո, որտեղ աշխատանքի էլ այդպես են գնում, բայց զգացել ես հետաքրքիր մի բան կա, երբ որ ուսապարկը երկու ուսին ես գցում, ոնց որ մի քիչ դոձիկ լինես։ Հա։ Այդպիսի բան չկա, տպավորություն չկա։ Չէ, այդպիսի բան է ձևավորվել, որ ոնց որ, չգիտեմ, սովորող լինես, բայց երբ որ մեկ ուսին ես գցում, sense մի քիչ միանգամից արդեն դրա համար որոշակի տարիք է եղել, ինձ թվում է, որ դու անցել ես երկու ուսից մեկ ուսի եւ քեզ լավ է զգացել, հա։ Այդպիսի, հա, անցումային շրջան եղել է, երևի դա շատ ֆիլմեր դիտելուց է, չգիտեմ։ Ինչ ես լցնում։
Ես քեզ համար թե եմ լցնում, Գորջան։ Անահիտը հենց նոր ինձ դեղին բաժակ լցրեց եւ վարդագույն ափսեր տվեցի։ Այդ դա ինչ որ նշան ունի, ինքդ մտածի։ Բայց ինչ ուզում ես ասա, փոշեկուլը ավելի լավ է։ Լավ, անցնենք մեր սովորություններից եւ հատկապես մնասակար օգտակար ու հաճելի կողմին։ Նիդերլանդներում սկսվել է վարդակակաչների սեզոնը։ Իդեպ Նիդերլանդներում արտադրվում է ողջ աշխարհի վարդակակաչների 80%-ը, այնպես որ շտապեք գնալ Նիդերլանդներ, եթե ունեք այդ հնարավորությունը եւ վայելել։ Միլիոն ալիք վարդակակաչ տեսնում ենք մենք նկարներում, որոնք են քո սիրած ծաղիկներ անեն։ Վարդը կարմիր։ Որ իմանամ կանանց մի ամսակի կարմիր վարդ, կովածաղիկ եւ ձնծաղիկ։ Իսկ սակուրա սիրում ես, արխիդեա, կալլա։ Չէ։ Չես սիրում կալլա։ Չէ։ Ինձ համար սառը ծաղիկ է, բույրել չունի, միայն գեղեցիկ է տեսքը։ Գեղեցիկ է եւ յուրօրինակ ես կասեի։ Դե ես յուրօրինակ չեմ, ես շաբլոն եմ։ Չէ, լավ, դու յուրօրինակ ես։ Լավ, լուրեր երկրագնդի կլիմայական փոփոխությունների մասին։ Ուզում եմ հետաքրքրում է։ Այո, իհարկե։ Կլիմայի փոփոխությունը եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը ապագայում կարող է խորտակման վտանգի ենթարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 700-ից ավել օբյեկտներից 136-ին։ Վտանգի գոտում կհայտնվեն Բրյուգեի, Նեապոլի, Պետերբուրգի եւ Ստամբուլի պատմական կենտրոնները։ Վենետիկը ազատության արձանը նույնպես, Լոնդոնի Թաուեր կամուրջը նույնպես եւ Սիդնեյի օպերային թատրոնը։ Այժմ առաջարկում ենք ծանոթանալ եղանակի տեսանը, տեսնենք մեզ մոտ ինչպես է զարգանում եղանակը եւ տեսնենք արդյոք կան պատմամշակութային վայրեր, որոնք կարող են վերացվել եւ անհետացման վտանգի տակ են։ Չնայած դա մեզ մոտ եղանակի հետ այդքան էլ կապ չունի, բայց օվկիանոս էլ չունենք, տենց ինչ որ։ Ուզում ես չմիանան Գագիկին։ Չէ, միանանք։ Բարի լույս Գագիկ։ Բարի առավոտ, ես ինչ սարսափելի բաներ եք ասում հերոստատիտողներին։ Չի լինի, չէ՞ նման բան Գագիկ ջան։ Մեզ ընդհանրապես նման վտանգ չի սպառնում, դա ընդհանրապես վտանգավոր է այն երկրների համար, որոնք գտնվում են ծովի մակերևույթից ցածր։ Իսկ Հայաստանը եւ հայկական լեռնաշխարհը գտնվում է ծովի մակերևույթից միջինը 1800 մետր բարձրության վրա, եւ մենք օվկիանոսներից գտնվում ենք շատ հեռու, այնպես որ նման վտանգ մեզ ընդհանրապես չի սպառնում։ Այսինքն մենք գեոսինկլինալային գոտում ենք, մեզ Այո, մենք գտնվում ենք Ալփ-Հիմալայան գեոսինկլինալային գոտում, որը բավականին մեծ բարձրություն ունի օվկիանոսի մակարդակից, այնպես որ նման հեղեղումներ մեր հանրապետությունում Փառք Աստծո չի լինի։ Բարի Գագիկ ջան։ Իսկ Անգլիան, Մեծ Բրիտանիան գեո այդ ինչ գոտում գտնվում է, գեոսինկլինալ եւ հարթավայր աշխարհի պլատֆորմ։ Չերևաց որ գիտես։ Գագիկ ջան, իսկ այսքան մեզ չի սպառնում, որ մի օր Սևանը այնքան կբարձրանա, որ օպերայի շենքը կծածկի։ Չի սպառնում դա մեզ։ Գոր, շատ ուժեղ ֆանտազիա ունես, Սևանը հələ թող չիջնի, բարձրանալու մասին չենք խոսում։ Չենք խոսում։ Բարի Գագիկ ջան, արդեն շատ խոսեցինք այն հարցերից, որոնցից ընդհանրապես տեղյակ չենք, ավելի լավ է լսենք եղանակի տեսությունը։ Եղանակի տեսությունը ներկայացնում է Samsung ընկերությունը։ Հետևեք Samsung ընկերության նորությունների եւ անակնկալներին Samsung Armenia Facebook-յան էջում։ Այսօր օրվա առաջին կեսին հանրապետությունը կգտնվի թույլ արտահայտված անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Ամենուրեք կնկատվի փոփոխական անպամատությամբ առանց տեղումների եղանակ։ Իսկ արդեն ուշ երեկոյան Սեպ ծովի շրջաններից դեպի հանրապետության տարածքին կմոտենա ցիկլոնային դաշտ եւ առանձի շրջաներում կդիտվի անձրև ու քամուշ գնացում։ Օդային հոսանքների քարտեզները ցույց են տալիս, որ հարավային տակօդային հոսանքների ներհոսքը անդադար շարունակվում է։ Երեկ Արարատյան դաշտում օդի ջերմաշարժը բարձրացել է 20 աստիճան եւ այս պահին կլիմայական նորմայից բարձր է 8-ից 10 աստիճանով։ Իսկ այսօր օդի ջերմաշարժի էական փոփոխություն չի սպասվում։ Արցախում կդիտվի առանց տեղումների եւ բավականին տաք եղանակ։ Ստեփանակերտ քաղաքում գիշերը սպասվում է 5, իսկ ցերեկը օդը կտաքանա մինչեւ 16 աստիճան։ Սյունիքի մարզում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաշրջանը հատկապես բարձր է ցածրադիր հովտային գոտիներում։ Այսպիսով Մեղրիում գիշերը սպասվում է 9, ցերեկը 19 աստիճան տաքություն, Կապանում գիշերը 5, ցերեկը 18, Գորիսում գիշերը սպասվում է 7, ցերեկը մինչեւ 16 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում նույնպես սպասվում է փոփոխական անպամատությամբ, սակայն առանց տեղումների եղանակ։ Ջերմուկում գիշերը սպասվում է 0, ցերեկը 10, Եղեգնաձոր քաղաքում գիշերը կգրանցվի 5, ցերեկը մինչև 17 աստիճան տաքություն։ Գեղարքոնիկի մարզում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն այստեղ կգրանցվի սաստիկ քամի մինչև 25 մետր վարկյան արագությամբ։ Մարտունիում գիշերը սպասվում է 2, ցերեկը մինչև 10 աստիճան տաքություն, Գավառում գիշերը 2, ցերեկը 10, Սևանում գիշերը 2, ցերեկը 8 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում նույնպես կայուն եղանակը կպահպանվի, չնայած կդիտվի որոշակի անպամատություն։ Հրազդան քաղաքում գիշերը սպասվում է 0, ցերեկը 10 աստիճան տաքություն, Աբովյանում գիշերը 4, ցերեկը 16 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում սպասվում է փոփոխական անպամատություն եւ բավականին
բարձր ջերմային ֆոն։ Արարատի մարզում գիշերը սպասվում է 5-ից 6, ցերեկը օդը կտաքանա մինչև 17-ից 18 աստիճան։ Արմավիրի մարզում նույն ջերմային ֆոնն է, գիշերը սպասվում է 5-ից 6, ցերեկը 17-ից մինչև 18 աստիճան տաքություն։ Իսկ Արագածոտնի մարզում օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ հատկապես նախալեռնային գոտիներում։ Աշտարակում գիշերը սպասվում է 5, ցերեկը 16 աստիճան տաքություն, Ապարանում գիշերը 0, ցերեկը 9 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում սպասվում է առանց ստեղումների եղանակ, այստեղ նույնպես ջերմաստիճանը բավականին բարձր է, սակայն արդեն ուրբաթ օրը այստեղ կդիտվի ջերմաստիճանի կտրուկ անկում 8-ից 10 աստիճանով։ Իջևանում գիշերը սպասվում է 5, ցերեկը 17, Դիլիջանում գիշերը 4, ցերեկը 16 աստիճան տաքություն։ Այսօր տաք և կայուն եղանակ է սպասվում նաև Լոռու մարզում։ Վանաձորում գիշերը սպասվում է 2, ցերեկը 15 աստիճան տաքություն, Տաշիրում գիշերը 4, ցերեկը 15 աստիճան տաքություն։ Տաք է և առանց ստեղումների նաև Շիրակի մարզում։ Գյումրիում գիշերը սպասվում է 0, ցերեկը 10 աստիճան տաքություն, Աշոտսկում գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը 8 աստիճան տաքություն։ Մայրաքաղաքում այսօր սպասվում է փոփոխական անբավարարություն, ուշ երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին կփչի հարավ-արևմուտքից մինչև 5 մետր վարկյան արագությամբ, օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 60%, մթնոլորտային ճնշումը նորմայի սահմաններում է 672 մմ սնդի կիսյուն։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում և կենտրոնում գիշերը սպասվում է 6, ցերեկը մինչև 18, Ավանում գիշերը 7, ցերեկը 16 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը, եղեք առողջ։ Ես խոսում եմ և լուսանկարում։ Ես նկարում եմ և խոսում։ Ես խոսում եմ և պտտում։ Ես խոսում եմ և պտտում։ Ես խոսում եմ և խոշորացնում։ Samsung Galaxy S4 Zoom։ Բարի առավոտ, կրկին սիրելի հեռուստադիտողներ, Գագիկը մեզ ավետեց բարի լուրը, որ արդեն տաքանում է, արդեն ձնծաղիկը երևի դուրս կգա։ Իմ սիրած ծաղիկների մեջ է մտնում, ես մոռացա ասեմ քեզ մի քիչ առաջ ձնծաղիկը, որտեղ նա պայքարող ծաղիկ է, դուրս է գալիս այսպես ձնծաղիկ։ Տեսա՞ր, ես էլ բայց ձնծաղիկ ասացի, մի բանով գոնե իրար մոտ տեղենք։ Հա։ Չլսեցի դու ասացի կովածաղիկ եւ ձնծաղիկ։ Ոչ միայն մի բանով, էլի բան կա։ Ես էլ եմ սիրում, որ առավոտյան փոշեկուլը Լավ, անցնենք առաջ, Գորջան։ Վերջերս գիտնականները անսովոր կապ են բացահայտել մարդու հասակի եւ մտավոր կարողությունների միջև։ 7000 կամավորների մասնակցությամբ ավելի քան 5 տարի տևած ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ մտավոր ունակությունների մակարդակը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են բնապահպանությունը, գենետիկան եւ առողջությունը։ Այսինքն, ինչքան մաքրասեր ես, այդքան խելացի ես։ Այսինքն, բարձրացել է, որ ինչքան բարձրահասակ է մարդը, այնքան մեծ են նրա մտավոր կարողությունները։ Այդ է պատճառը, որ վերջին տարիներին շատ երկրներում ընդունված է պետության մտավոր ներուժը գնահատել ըստ երկրի բնակչության միջին հասակի։ Եթե ինչքան բարձրահասակ ես, այդքան մտավոր ունակությունները լավ են, փաստորեն դրա համար են կանայք ավելի բարձրակրունկ հագնում, որ խելացի Երևան։ Խելացի Երևան, չգիտեմ, բայց լսի, չինացիները բարձրահասակ են։ Չէ, բայց լավ խելացի են, դեպքում ես գիտնականների աշխատասեր են։ Էյնշտեյնը գիտեմ, որ մոտավորապես 1.75 բոյ է ունեցել։ Դենի Դևիտոին հիշեցի փոքր։ Մի խոսքով գյուղ չկա, որ գայ չի։ Նապոլեոնը, բոլոր խելացիները ու մեծ մարդիկ կարծես թե ցածրահասակ են եղել։ Այդ դեպքում ովքեր են այս գիտնականները։ Ինձ թվում է միակ բարձրահասակ գիտնականներն են։ Այո։ Իօքուտ իրենց են այս ամենը բարձրահասակ գիտնականների կանայք, որ ուզեցել են իրենց ամուսինները ավելի խելացի Երևան։ Լավ։ Խոսենք ընտանիքից։ Ասում են, որ ընտանիքը փոքր երկիր է, որտեղ հայրը նախագահն է, մայրը ֆինանսների, առողջապահության, մշակույթի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների նախարարն է, իսկ երեխաները ժողովուրդն են, որն անդադար ինչ-որ բան է պահանջում, դժգոհում եւ ցույցեր են կազմակերպում։ Ես չգիտեի, որ արտակարգ իրավիճակների նախարարը նաև արտակարգ իրավիճակներ ստեղծողն է, տանը ամեն ինչ խառնաշփոթ է ստեղծում եւ հետո նախարարի նման լուծում է։ Պաստորեն կինն է տանը խառնաշփոթ ստեղծում։ Իհարկե։ Ինչի տղամարդը չի ստեղծում։ Ուրեմն ընտանիքի, դու չգիտես, ամուսնացածս չգիտես, Անահիտ ջան, ընտանիքի տրամադրությունը կախված է կնոջից։ Եթե կնոջ տրամադրությունը բարձր է, ընտանիքում ամեն ինչ լավ է, եթե ցածր է, համաձայն եմ, բայց դա չի նշանակում, որ նա է ստեղծում արտակարգ իրավիճակները։ Երբ տղամարդը զայրացած մտնում է տուն, այ քեզ արտակարգ իրավիճակ։ Հասկացա՞ր։ Եվ դուք կամուսնանաս, կիմանաս։ Լավ, գուցե ամուսնանամ իմանամ, բայց Անահիտ ջան, եթե այսքան ասացի, եթե երեխաները ժողովուրդն են, փաստորեն ընտանիքը լավ երկրի մոդել է, որտեղ ժողովրդի խոսքը գրեթե միշտ անցնում է երեխաների, չէ՞։ Այս դեպքում ժողովրդավարական է ընտանիքը։ Փաստաբանները ովքեր են։ Դե մոշքուրա այնտեղ։ Չէ, տատիկներն ու պապիկները միշտ ժողովրդին պաշտպանում են։ Ասենք դատախազը Զոքանջն է, դատավորը Սկեսրայրը, տեքրն ու տալը։ Տալը այն նախարարի քրոջ տղեն։ Մնաց Զոքանջը։ Զոքանջը ասեցի, դատախազը։ Հա, դատախազը, լավ։ Գործ տվող։
Անցնենք ավելի ուրախ փաստերի ինչ որ երեխաների մասին այս անգամ։ Շվեյցարիայում կա օրենք, որն արգելում է մինչև 12 տարեկան երեխաներին հետաքրքրող ապրանքների գովազդները։ Եվ այսպես, ըստ վիճակագրության Միացյալ Նահանգներում գնալով մեծանում է քայլող բրենդերի թիվը։ Գնալով ավելի մեծ թվով ծնողներ են իրենց երեխաներին կոչում աշխարհահռչակ ամպրանքանիշների անուններով՝ Armani, Lexus, Chanel եւ այլն։ Փաստորեն լավ է, որ մեզ մոտ այդպիսի տենդենս չկա, հակառակ դեպքում պատկերացրա ինչը որ մեզ մոտ հայտնի էր, անունները դնեին, օրինակ Երազ դնեին։ Երազ մի հատ գնա գրատախտակի մոտ շուտ։ Կամ Եղվարդի Բոթաս։ Բայց մեզ մոտ էլ միևնույն այնպիսի անուններ կան, որ պատկերացրու երեխայի անունը լիներ կոնյակ։ Lexus դու ինձ արդեն զայրացնում ես։ Լեքսուս դու արդեն արագ ես վարում։ Խելոք, բայ Lexus։ Իսկ Ճապոնիայի դպրոցների մոտ հեծանիվների կայանատեղեր կան, որտեղ կախված են ցուցատախտակներ, դրանցից մեկի վրա նկարված է ճիշտ կայանված հեծանիվ ու գրված է այսպես են կայանում դաստիարակված երեխաները, որ մնացածը տեսնեն եւ ամաչելով արդեն այո։ Այսա ճիշտ ձև է, չէ՞։ Հա, ճիշտ ձև է եւ ընդհանրապես ճապոնական դաստիարակությունը մի տեսակ ուրիշ է աշխարհում, չէ՞։ Այո։ Սամուրայներ են դաստիարակում, այնտեղ լավ եւ վատ որակումներ չկան։ Երեխաներին չեն ասում, դու վատն ես, դու լավն ես, եւ դա կարծում եմ լավ է։ Ես օրինակ չես սիրում, որ փոքր ժամանակ ինձ ինչ-որ մեկի հետ համեմատում են, ասում են, այ նայես հարևանի երեխան լավ է սովորում։ Կամ էլ հեչ քրոջը չես։ Բայց ես էլ խելացի աչքեր ունեի փոքր ժամանակ։ Լավ, դու շատ համեստեցող, իսկ մենք շարունակենք։ Իսկ Կորեայում երեխայի ներարգանդային կյանքի 9 ամիսները գումարում են նրա հետծննդյան տարիքին։ Այդ է պատճառը, որ կորեացի երեխաները փաստացի 1 տարով մեծ են իրենց այլազգի հասակակիցներից։ Այսքան երեխան ծնվում է արդեն 9 ամսական երեխա։ Երեխա ծնվավ, հա, քանի տարեկան 8 ամսական արդեն։ 8 ամսական մեծ է ծնվում եւ չաղլիկ։ Նոր է ծնվել մի տարեկան։ Լավ, այս պահին հետաքրքիր լուրեր են միջին գովազդով։ Օ, գովազդ։ Գովազդ։ Նորից բայ Լուսիելի հեռուստադիտողներ, Բարի լույս, Կորինց ամեն հետաքրքրում է դու գիտես ինչ են որոշել Իտալիայի իշխանությունները։ Չէ։ Իտալիայի իշխանությունները որոշել են հին հռոմեական Պոմպեյ քաղաքի վնասված շենքերը վերականգնելու համար 2 միլիոն եվրո հատկացնել։ Իսկ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը որոշել է հանրության համար բացել Կաստել Գանդոլֆո քաղաքում գտնվող պապական նստավայրի դռները, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ կարողանան վայելել Բարբերինի այգիների շքեղությունը։ Սկսած մարտի 1-ից բոլոր ցանկացողները կարող են այցելել հայտնի այգիներ երկուշաբթիից մինչև շաբաթ։ Շտապեք։ Մենք այս պահին տեսնում ենք նկարներում շատ գեղեցիկ են եւ պահպանման արժանի կարծում եմ։ Պատկերացնում ես ինչքան գումարներ են հատկացնում պարզապես իրենց պատմությունը պահելու համար։ Այո։ Այդպես խոսք կա, չէ՞, ասում են պատմությունը չիմանալը ով չգիտի իր անցյալը, այո, չի կարող նաեւ գնալ դեպի ապագա։ Ով չգիտի անցյալը, նա երկուսը մենք վերադարձել ենք եւ կարող ենք արդեն խոսել այլ բանի մասին։ Անայդ, երբ ասում ես Պոմպեյ, մտքիդ ինչ ուրիշ երկիր է գալիս։ Ուելս, չգիտեմ ինչի, այսպես Պոմպեյից հետո Ուելսն է գալիս։ Միանգամից Ուելսը եկավ միտքդ։ Ուելսի կրթության նախարարությունը աշխատանքից հեռացրել է տարական դասարանների մի դասվարի, ով երեխաներին ասել էր, թե հրաշքներ չեն լինում։ Հիասթափված երեխաները կատարվածի մասին պատմել էին ծնողներին, որ գիտեք ինչ, մամ ջան, մեր դասատուն ասում է, որ այդ հրաշքները չեն լինում։ Ծնողներն մի լավ բողոքել են եւ այդ մանկավարժին հանել են։ Եվ երեխաները ֆլեշմոբ են արել, ի բողոք այդ դասվարի, այո, դիսլայք են արել համացանցում եւ հետո տնօրենին նույնպես երևի հանել են աշխատանքից, որովհետեւ երեխաների առաջ այդ ուսուցչին ասել է, այ հիմար ինչ ես ասում։ Այդ հիմար ասելու համար, որ երեխաները ինչ են սովորում հիմար տնօրենից, տնօրենին են հանել։ Հետո կրթության նախարարն է եկել, հետո կրթության նախարարն է եկել, ասել այ դեբիլ ինչ ես երեխաների դեմ ասում հիմար, այն ուսուցչին ով ասել է, որ հրաշքներ գոյություն չունի եւ նախարարին նույնպես հանել են։ Ընդհանրապես Ուելսի ամեն ինչ խառն է։ Խոսքով մի կաթիլ մեղրը դարձրեցիր Գորջան, ընդամենը ճիշտ են արել, որովհետև երեխեքի հեքիաթը չի կարելի կոտրել։ Ուելս, այո, հրաշքներ լինում են, հավատում ես հրաշքների։ Անկասկած։ Հրաշքներ լինում են մանավանդ զինկոմիսարիատում, երբ որ 2 ժամով մտնում ես, 2 տարով կորում ես։ Այո, դա հրաշք է, բայց հրաշք է նաև, որ հեռախոսահամարով զանգում ես ինչ-որ մեկին, այլ երկրում նա վերցում է, հրաշք չէ, հրաշք է։ Հրաշք է, դա տեխնիկա է բարձրացած։ Տեխնիկան էլ է, բայց տեխնիկային հասնելն էլ է։ Լավ, հրաշքներից անցնենք առաջ, դու երեք ֆուտբոլը նայեցիր։ Չէ։ Ուրեմն ցավոք Հայաստանը պարտվեց Ռուսաստանին, բայց իմ սիրած Իսպանիան 3 հաղթեց Իտալիային։ Իսկ Իսպանիայում ով է խաղում? Շակիրայի ամուսինն։ Ժերարդ Պիկեն, այո, Շակիրայի ամուսինն։ Իսկ Շակիրան ինչ է արել?
Իսկ Շակիրայի մասին մենք հենց Միկաթել մեղրը շարունակում է։ Հարազատ Կոլումբիայում Շակիրան հիմնել է դպրոց հատուկ անապահով ընտանիքների երեխաների համար։ Այնտեղ կարող են սովորել տարբեր տարիքի մինչև 1700 երեխաներ։ Բրավո Շակիրա։ Իսկապես բրավո, երգչուհին նշել է, թե հավատում է, որ կգա մի օր, երբ Կոլումբիայում չեն լինի կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ երեխաներ, լավ կլինի, որ ընդհանրապես չլինեն այնպիսի երեխաներ, ովքեր անապահով են, այդ դեպքում այդ դպրոցն էլ այո, չի լինի։ Դե ինչ, մենք դժգոհ ենք մեր երկրից, բայց բոլորս էլ գոնե կրթություն ենք ստանում։ Գոնե կրթություն ենք ստանում եւ չգիտեմ, կան երևի այդպիսի խավի երեխաներ, ովքեր չեն կարող կրթություն ստանալ, չգիտեմ։ Հուսանք մի օր այդպիսի դպրոց կբացի ջուսը երկչուհի նրանց համար։ Իսկ Շակիրան ինչ մասնագիտություններ։ Երկչուհի է։ Երկչեր, իսկ Պարուհի է։ Ոչ, երկչուհի է։ Իսկ երգ մեզ հետ ինչ էջի հետ է ասոցացվում։ Սոնա Ռուբենյանի մելոդիկա էջի, ապրես, միանանք մելոդիկա։ Բարի լույս Շանթի հավատարիմ հեռուստադիտողներ։ Weapon of Choice երգն անգլիացի Beat Big կատարող Fatboy Slim-ի Halfway Between the Gutter and the Stars ալբոմից է։ Այն առավել հայտնի դարձավ ռեժիսոր Spike Jonze-ի հետաքրքիր տեսահոլովակի շնորհիվ, որտեղ նկարահանվել է ամերիկացի դերասան Christopher Walken-ը։ Երգի հեղինակն ու պրոդյուսերը Fatboy Slim-ն է, վոկալիստը Parliament Funkadelic խմբի անդամ Bootsy Collins-ը։ Առաջին անգամ Weapon of Choice-ը թողարկվել է 2000 թվականի նոյեմբերին երաժշտի երրորդ ալբոմում։ 2001 թվականի ապրիլի 23-ին Skin Records-ը թողարկել է երգը որպես single։ 2002 թվականին թողարկվեց Weapon of Choice-ի գործիքային տարբերակը։ Երգը մտավ Fatboy Slim-ի հիթային հավաքածուի մեջ, իսկ ձայնասկավառակի շապիկի համար օգտագործվեց մի կադր Weapon of Choice երգի տեսահոլովակից։ Երգի տեսահոլովակի հեղինակը Spike Jonze-ն է, ով արդեն արժանացել էր Օսկարի։ Տեսահոլովակի նկարահանման համար 2 օրով դատարկվել էր Los Angeles-ի Marriott International հյուրանոցը։ Երգի վերնագիրը կարելի է թարգմանել ընտրության զենք, իսկ բովանդակության մասին ինքներդ դատեք։ Թող քեզ չցնցի իմ ձայնի երանգը, ստուգիր իմ նոր զենքը, ընտրության զենքը, շարժվիր առանց ռիթմի, շարժվիր առանց ռիթմի, դա չի գրավի որդերին, շարժվիր առանց ռիթմի եւ ստուգիր իմ նոր զենքը, ընտրության զենքը։ Եվ այսպես, Weapon of Choice։ Իսկապես արթնացրեց, կարծում եմ, մեզ այս տեսահոլովակը։ Մենք թռնում ենք այստեղ։ Ես բայց կուզենայի քեզ տեսնել նման տեսահոլովակում գո։ Ես քեզ։ Նույն բարային ռիթմերով։ Դե ինչ ժամանակն է հիշեցնել մեր հաղորդման հովանավորին։ Մեր հաղորդման հովանավորն է Իմ ընտանեկան բժշկական կենտրոնը։ Այստեղ դուք կարող եք ստանալ լիակատար ախտորոշում եւ տեղեկանալ ձեզ հուզող բոլոր առողջական խնդիրների մասին։ Կենտրոնում կատարում է անվճար ճիճվագրության հետազոտություն մինչև 14 տարեկան երեխաների համար, իսկ մինչև ապրիլի 7-ը կանանց համար գործում է ակցիա անվճար կանանցի հետազոտություն։ Մանրամասների համար զանգարել 50 80 50 հասցեն է Մաշտոցի պողոտա 33-1։ Ապրես։ Դե ինչ, իսկ այժմ շարունակենք։ Մրգային քաղցր հյութերը պարբերաբար օգտագործելու դեպքում նույնքան վտանգավոր է, որքան գազավորված ըմպելիքները։ Մենք էլ գիտենք, եթե գազավորված չենք խմում, ուրեմն արդեն ապահովագրված ենք, ամեն ինչ նորմալ է։ Բայց եթե թարմ մրգերից են կարծում օգտակար է։ Գլխավոր պատճառը դրանցում շաքարի մեծ պարունակությունն է։ Ըստ փորձագետների, մրգահյութի չափաքանակն օրական չպետք է անցնի 150 մլլից։ Հյութերի փոխարեն մասնագետները խորհուրդ են տալիս մրգեր ուտել։ Առողջության թեման կշարունակի։ Օրվա դեղատոմսեջը։ Այո։ Ճիշտ ասացի։ Առաջին մասը գնացինք։ Բարի լույս, առողջությունը եւս կարող է լինել վարակիչ լավատեսության միջոցով, եւ ես շտապում եմ ներկայացնել իմ այսօրվա զրուցակցին Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնի բժիշկ նյարդաբան Աննա Աշուղյանին, ում հետ խոսելու ենք գլխուղեղի այրան շրջանառության անցողիկ խանգարումների մասին։ Բարի լույս։ Բարի լույս։ Վիճակագիրները փաստում են, որ աշխարհի բնակչության 40%-ի մոտ գլխուղեղի այրան շրջանառության խանգարումների վտանգ կա։ Ինչ է իրենից ներկայացնում գլխուղեղի այրան շրջանառության անցողիկ խանգարումը։ Բառը ինքը հուշում է անցողիկ խանգարումը գլխուղեղի այրան շրջանառության դա ուղեղի տեղային կարճատև իշեմիայի թերսնուցման հետևանքով է առաջանում եւ ուղեկցվում է հանգարցակի առաջացող նյարդաբանական տարբեր ախտանշանների, որոնք տևում են մի քանի րոպեից մինչև 24 ժամ։ 24 ժամ եւ ավել տևելու դեպքում արդեն ախտորոշվում է գլխուղեղի ինսուլտ։ Գլխուղեղի այրան շրջանառության անցողիկ խանգարումը կամ ինչպես ժողովուրդն է ասում նախաինսուլտային շրջանը, ինչ ախտանիշերով է սովորաբար ուղեկցվում։
Կախված նրանից ինչ անոթային ավազան է ախտահարվում, ախտանիշերը կարող են լինել շատ բազմաբնույթ։ Ընդհանուր ախտանիշներից ամենահաճախ հանդիպողներն են գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, հիվանդը կարող է գանգատվել երկտեսությունից, կարող է լինել դեմքի մի կեսի կամ վերջույթների թմրածություն, թուլություն, լերանի շուրջ մկանների թմրածություն, կարող է լինել խոսքի խանգարում, մասնակի կամ լրի, կլման ակտի խանգարում, կարող է դիտվել նաև գիտակցության կարճատև կորուստ։ Եթե օրինակ իմ թևը թուլանա, կարող եմ ենթադրել, որ ինձ մոտ նախաինսուլտային շրջան է։ Ոչ, որովհետև այդ թևը թուլանալ կարող է լինել շատ սուբյեկտիվ զգացողություն, դրան կարող են նպաստել մի շարք այլ հիվանդություններ, այդպիսի զգացողության սուբյեկտիվ կարող է բերել օրինակ ողնաշարի, պարանոցային կամ վերնիկրծքային հատվածի օստեոխոնդրոզը, խիստ արտահայտված քրոնիկ նևրոզները երբեմն ուղեկցվում են այդպիսի սուբյեկտիվ զգացողություններով։ Հիմնականում պետք է լինի մի շարք պատճառներ, անոթային, դա հիմնականում սիրտ անոթային հիվանդություններ, ռիթմի խանգարումներ, գլխուղեղի մագիստրալ անոթների նեղացումով ուղեկցվող հիվանդություններ։ Ճիշտ է, անցողի խանգարում կարող է լինել նաև 25-ից 45-50 տարեկան տարիքային խմբում, որտեղ ցավոք երիտասարդացման միտում է դիտվում ներկայումս այս հիվանդությունների։ Բայց հիմնականում դա ավելի շատ տարեցների եւ ըստ վիճակագրության յուրաքանչյուր տասնամյակից հետո ռիսկը հիվանդության բարձրանում է 1.5-ից 2 անգամ։ Իսկ կան հիվանդություններ, որոնք նպաստում են գլխուղեղի այրյան շրջանառության անցողի խանգարումին։ Միանշանակ կան եւ այստեղ առիթի բաժինը ընկնում է իհարկե սիրտ անոթային հիվանդությունների։ Իշեմիկ հիվանդություն, ինֆարկտ տարած մարդիկ, ռիթմի խանգարումները, շողացող արիթմիաներով հիվանդները ռիսկի խումբ են։ Շաքարային դիաբետը ծանրացնում է այս ընթացքը։ Բոլորը ծանրացնում են եւ նպաստող գործոններ են հանդիսանում։ Ավելի ճիշտ բուն պատճառներ կարող են հանդիսանալ գլխուղեղի այրան շրջանառության խանգարումները։ Իսկ հետևանքը ինչպիսին կարող է լինել։ Հետևանքը դա ուղեղի ինսուլտն է։ Ինչով է կարևոր անցողիկ խանգարումը, ինչով ենք իրեն նշանավորում, որ ինքը հանդիսանում է ահազանգ, վտանգի ազդանշան օրգանիզմի համար, որ կա խնդիր եւ պետք է զբաղվել։ Ըստ վիճակագրության անցողիկ խանգարումներ տարած հիվանդների 1/3-ը մոտակա օրերի ընթացքում, մինչև 3 ամսվա ընթացքում ունենում են ինսուլտ։ Մյուս 1/3-ը ինսուլտ զարգանում է արդեն 1/3-ի մոտ առաջիկա 5 տարիների ընթացքում։ Գումարած, որ ինքը նաև ազդանշան է եւ ինքը նախանշան է սրտամկանի ինֆարկտի համար։ Իսկ կանխարգելելու ինչ եղանակներ կան կամ գուցե բուժելու։ Նման հիվանդություններով տառապող մարդիկ հատկապես լինեն շատ զգոն եւ զգույշ, պետք է կատարվի մշտական զարկերակային գերճնշման կոնտրոլ, վերահսկողություն։ Երբեմն մեկ հիվանդություն կցվել մի քանի պատճառ։ Ենթադրենք մարդը կարող է ունենալ եւ զարկերակային ճնշում, աթերոսկլերոզ դա ունենք բոլորս 40-ից հետո, կարող է ունենալ եւ դիաբետ, եւ սրտի խնդիրներ, այսինքն բժշկի խնդիրը դերը պետք է կայանա նրանում, որ յուրաքանչյուր դեպքում կարողանա հայտնաբերել անցողիկ խանգարմանը բերող հիվանդությունը, ազդի համապատասխան օղակների վրա։ Կան մթերքներ կամ կենցաղավարության մեջ որոշակի գործողություններ, որոնք գրգռող, նպաստող գործոն են հանդիսանում։ Կոնկրետ գործոններ չէ, ավելի շատ լուրջ հիվանդություններ են ընկած գլխուղեղի այրան շրջանառության խանգարումների հիմքում, դրա համար նման հիվանդը կարիք ունի միանշանակ հետազոտման։ Եթե անցողիկ խանգարումը շատ թեթև է, տևում է մի քանի րոպեներ, կարելի է նաև անել ամբուլատոր պայմաններում, բայց որպես կանոն նման հիվանդը կարիք ունի ստացիոնար պայմաններում հետազոտման, բուժման եւ մշտապես նյարդաբանի ու սրտաբանի հսկողություն։ Նաև էնդոկրինոլոգի, եթե կա ուղեկցող շաքարային դիաբետ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ զրուցակիցներ բժիշկ նյարդաբան Աննա Աշուղյանը։ Իսկ եթե ավանդական բժշկությունը ձերը չէ, ապա շարունակեք հետևել մեզ եւ քիչ անց կխոսենք, թե ոչ ավանդական բժշկությամբ ինչպես կարող են կարգավորել մեր գլխի այրան շրջանառությունը։ Նորից բարի առավոտ։ Ընտրտուկների մեջ եմ։ Դու մի փնտրիր, այդքան կանանցից խոսեցինք, հիմա ժամանակն է բան ասել տղամարդկանց։ Էս արդեն պետք է։
Չէ, պետք չի, բայց ես կարող եմ առանց դրա պատրել։ Գնացինք առաջ։ Տղամարդկանց մեծ մասը երազում է աթլետիկ կազմվածք ունենալու մասին։ Շատերը հաճախում են մարզասրահ։ Մարզասրահ գնացող տղամարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել կաթնամթերք, ձավարեղեն, կարտոֆիլ, սող, ընդեղեն, բանջարեղեն եւ ձուկ։ Բայց պետք է նշել, որ հայ տղամարդիկ շատ են սիրում համեղ ուտել։ Վերջերս անցկացված հարցումը պարզել է, թե որքան է նրանց ամենասիրելի ուտեստների հնգյակը։ Դուք ասես քո հնգյակը, հետո նոր ես ասեմ։ Չէ, դու ասա հայ տղամարդկանցը տեսնեմ համընկնում է, թե չէ, հայ եմ, թե չէ։ Հայ ես թե տղամարդ։ Առաջին հորիզոնականում տապակած կարտոֆիլն է։ Ես շատ եմ սիրում։ Կարծում եմ կանայք են շատ սիրում։ Չէ, հասարակ ուտեստ է, բայց շատ համեղ։ Երկրորդ տեղում խինկալին։ Խինկալի էլ եմ սիրում։ Երրորդում խորովածն է։ Լավ խորովածը, լավ բարեկամից լավ է։ Չորրորդ հորիզոնականում մսով սպագետին։ Այդքան էլ չեմ սիրում սպագետի։ Եվ հինգերորդ հորիզոնականում խաշը։ Խաշը ընդհանրապես չեմ սիրում։ Ես այսինքն էլ սիրում եմ, փաստորեն ես էլ եմ հայ տղամարդ։ Խորովածն ու խաշը։ Բայց խորովածն ու խաշը սիրում են տղամարդիկ հիմնականում են դեպքում, երբ որ իրանք են պատրաստում իրենց ձեռքերով։ Այո, այդ միակ բանն է, որ կարողանում են դրանից է։ Խորովածը պպզում են, այսպես մեջքը բացում է մի քիչ, չէ։ Ու ամենակարևորը, մինչև սեղան նստել իրանք արդեն վաղուց փորձած են լինում հենց այդ տեղից ու դրա համար արդեն փորձած են լինում ու sense թղթով ինչ որ մի բանով։ Իսկ մենք կանանք, երբ որ ճաշը պատրաստում ենք, մինչև ամբողջ ընտանիքի անդամները չուտեն, մի հատ բերան չենք տա։ Ուրեմն ասեմ, ինչի կանանց ճաշերը հիմնականում համեղ չեն լինում։ Ճիշտ է, շատ ամպագորգոր հնչեց, բայց չէ։ Գիտես ոնց ավելի համով կլինի։ Երբ որ sense պպզած պատրաստեք, մեջքը բացվի ու բորշը sense խառնեք եւ ոչ միայն մեջքը։ Գոր ինձ թվում է ինձ դուր չեկավ այն բանը, ինչին դու հանգել ես։ Դու էլ ես դարձել կամաց ամերիկացի գիտնական ես նմանվում։ Այսինքն ոչ մի բան չեմ անում։ Չէ, մոտավորապես։ Հասնենք խոհանոցային արվեստի նրբությունները պահանջող այլ ուտեստների պատրաստմանը, նրանցից շատերի համար շարունակում է գաղտնի մնալ։ Այժմ կտեսնենք, իհարկե կանանց համար գաղտնիք չկա ուտեստների մեջ։ Այժմ կտեսնենք, թե ինչպիսին է տղամարդու խոհանոցում, տղամարդու գործ էջի այսօրվա հերոսը, երգիչ մի րոպե, երգիչ Վարդան Բադալյանն է, այո, նա ես հույսով եմ որ կպատրաստի, բայց ասա որ մեր կռիվներում ես հաղթեցի, երբ որ կարողացա թխել պատրաստել այն։ Անկասկած, բայց դու այնքան էիր նայել մեր էջը, որ գիտեր որտեղ են սխալվում տղամարդիկ, դրա համար կարողացար։ Կներես էլի, մինչև դա ես կարող եի համացանցում ամեն ինչ սովորել, ասելու էր դու սովորել ես, ամեն դեպքում կարողացա։ Ես այդ մրցավեճում քեզ հաղթեցի այդ մի անգամ, հիմա տեսնենք Վարդան Բադալյանը։ Թող միակ հաղթանակը դա լինի Գորջան, դիտենք տղամարդու գործեջ։ Պսակ։ Բարի առավոտ բոլորին, տղամարդու գործ էջն է Շանթի եթերում եւ մեր հյուրն է այսօր երգիչ Վարդան Բադալյանը։ Բարև Վարդան ջան։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Դիտել ես մեր հաղորդումը, գիտես ինչի մասին է։ Այո։ Տխուր ես։ Տխուր չեմ, ուղղակի լարված ես։ Լարված եմ, չգիտեմ ոնց կստացվի։ Ես քեզ կօգնեմ, որպեսզի քո լարվածությունը անցնի։ Տեսա նախորդ հաղորդումներում դու ինչպես ես օգնում։ Դե հիմա օգնել, ամեն մարդ իր ձևով։ Դե ինչ ես քեզ պիտի տամ հանձնարարություն, խոսեմ կանոններից, մենք ունենք այստեղ բաղադրությունը, ինչպես տեսնում ես, ամեն ինչ կա։ Քեզ մնում է միայն պատրաստ ես։ Այո։ Տորտ հեքիաթ։ Խմոր, 6 հատ ձու, 200 գրամ շաքարավազ, 250 գրամ մայոնեզ, 1 տուփ խտացրած կաթ, 500-ից 550 գրամ ալյուր, 2 թեյի գթած սոդա եւ հետո կրեմը։ 700 գրամ թթված սեր, 200 գրամ շաքար, շոկոլադ զարդարելու համար։ Խմորը չեմ պատրաստել, բայց այսօր Բայց սկսիր։ Դե քանի որ մեր էջի կոչվում է տղամարդու գործ, այնքան էլ տղամարդու գործ չի, բայց փորձենք։ Դե իսկ ո՞րն է քեզ համար իսկական տղամարդու գործը։ Անել ամեն ինչ, որ կինը հանգիստ պատրաստի։ Հիմա ձուն շաքարավազի հետ պետք է հարել։ Այնուհետև ավելացնել խտացրած կաթը։ Դե ինչ է քեզ հարկավոր պատարակը։ Գտալ։ Գտալ։
Հերիքա։ Իհարկե բավական է, Վարդան ջան, ամբողջը չես լցնելու։ Չէ, մի քիչ պահենք կրեմի համար։ Մեզ այստեղ պետք է հարիչ։ Առաջին անգամ ես կյանքիդ մեջ ինչ-որ բան հարում։ Ճիշտ է։ Չէ, Էդ ինչ ես հարել, էդ ում ես հարել։ Անելուց, եթե գինս խնդրում եմ եկնեք, հարում ես։ պահում եմ մեջս։ Այնքան պետք է անենք, որ շաքարավազը հալվի երևի։ Ամբողջությամբ լուծվի։ Այո, ճիշտ է։ Հիմա ավելացնում ենք խտացրած կաթը։ Իսկ ասում են տղամարդը գլուխն է, կինը վիզը, որ կողմը պտտվի, տղամարդն այդ կողմեն կգնա։ Համաձայն ես, որ դու ոնց տղամարդը գլուխ ես, բայց եթե վիզը չպտտվի, չես գնա ոչ մի տեղ։ Կա, նման բան կա։ Իմ հարած շաքարավազի հետ ավելացնենք մայոնեզը, իսկ ես ավելացրել եմ խտացրած կաթը, իհարկե, մենք սիրում ենք, երբ մեր հյուրերը սխալվում են։ Ոչինչ, հետո այնուհետև պետք է խառնել խտացրած կաթը։ Ուրեմն տարբերություն չկա։ Եթե տարբերություն չլիներ, սկզբում նա գրված չէր լինի, Վարդան։ Ավելացնում ենք սոդան և ալյուրը։ Իսկ թումա այսքանը շատ է։ Այս ամբողջը։ Այո։ Հետո դժվար կարող ենք հետո։ Տաղը մի քիչ էլ լցնեմ։ Չէ, թումա մի քիչ էլ լցնես։ Բայց ասում են լսիր կնոջի և առը հակառակը։ Այս են դեպք չի սպասում։ Ինչ են դեպք չի, հենց այդպես էլ անում ես։ Վարդան ջան, ուրեմն ասեմ, երբ որ ալյուր ավելացնում են, մի հատ այսպես խառնում են առանց միացնելու, որպեսզի փոշի չլինի։ Դա կանայք գիտեն, էլի, բայց տղամարդիկ պարզումը չգիտեն։ Ինչպես հիշում եք, ես Վարդան Բադալյանին տվեցի 2 թուղթ, մեկի վրա գրված էր բաղադրությունը, մյուսի վրա պատրաստման եղանակը։ Մենք բացարձակ չհետևեց բաղադրությանը, այսինքն ինչը քանի գրամ էր, ինչքան էր անհրաժեշտ, գոնե մոտավոր։ Լավ, կշեռք չուներ, որպեսզի 550 գրամ հասկանայր։ 2 թեյ գդալ սոդա։ Դժվար էր հասկանալ։ Դրեցիր մի ամբողջ սոդայի թուղթը լցրեցիր։ Հիմա դրանց դա 2 էր։ Ոչ խիտ խմորը ստացանք աշխիս։ Այդ համը կարող է տեսնել։ Այդ սոդայով լի խմորը համը ավելի լավ է չտեսնես։ Շատ լավ է։ Մի քիչ էլ ալյուր։ Ես թվում է մի քիչ շաքարավազն է քիչ։ Իդեպ կանայք օգտվում են նման թղթիկներից, որոնք կոչվում են անձեռոցի։ Կանայք։ Կանայք։ Իսկ ինչ կարծիք ես օրինակ բազմակնության մասին։ Շատ վատ կարծիք է։ Ինչու՞։ Այդքան մարդիկ սիրուհի են ունենում, մենա թողքին ունեն անել։ Մեկով ասեց, որ սիրուհին կողմ են։ Կողմ չես, ապրեց Վարդան, ապրեց։ Թե չէ հայ տղամարդիկ սովորաբար ասում են, չէ, դե սիրուհի անել։ Վարդան արդեն հարիչը հոգնեց։ Չէ, խմորը շատ թույլ է։ Թույլ է, սա չի թխվի։ Թույլ չի, Վարդան։ Չէ, դու ինձ խանգարում ես։ Եթե դու ուզում ես խմորդ ամուր լինի, չի կարելի հարիչով անվերջ ժամանակել, հարիչը անդադար կթուլացնի, արդեն պիտի ձեռքով ուրեմն անես։ Դե պետք է մի քիչ ալյուր լցնեմ, չէ, ձեռքով։ Վարդան,
Վարդան, ինձ թվում է դու կավագործությամբ էիր զբաղվում, կավագործ ես, ամեն դեպքում այդ խեղճ հարիչի հատիկները արդեն հոգնել են։ Խմորը եղավ։ Խմորը պետք է բաժանի 4 մասի։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ դու 4 շերտ կստանաս Վարդան ջան, բայց կստանամ։ Ինչ կստանաս, մի բան կստանաս, բայց թե ինչ, հայտնի չէ, հաստատ ոչ տորթ հեքիաթ։ Հիմա պետք է կիսել 4 մասի։ Ինչ է ոնց են կիսում։ Ոնց են կիսում Վարդան ջան, գիտես։ Օրինակ դպրոցական տարիքում եղել է որ խնձորը պիտի կիսեիր քո կողքին նստած աղջկա հետ։ Այո, հիմա այս խմորը կիսի։ Խնձորը չի եղել սենց ջրիկ։ Ջրիկ։ Դե հիմա ջուրը ոնց են կիսում։ Կես բաժակ ջուրը ոնց է ստանում։ Ձեռքով պետք է։ Այ դուրս եկա։ Ձեռները չեն։ Անցան ձեռքը։ Գտալնել սենց հետը։ Ես հասկացա, դու երբեք դպրոցական տարիքում չես կիսվել ոչ մեկի հետ։ Ամբողջը քեզ Խմորով չեմ կիսվել։ Չգիտես, չես կարող կիսել։ Մա այս մարդը սենց է։ Կյանքը էսպես Հիմա չկա օգնության մոմենտ։ Իհարկե կա, ես հիմա կբերեմ այն տարան, որի մեջ պիտի թխվի։ Այո։ Խմորը։ Մեզ մի հատ է։ Դե այնպես դու չկիսեցիր 4 մասի, որ 4 հատ լինի Վարդան ջան, ինչ ունենք։ Լավ։ Մեզ պետք է ինչ-որ թուղթ, որ տակը փռեն։ Այո, պերգամենտ է պետք։ Իսկ եթե այդ թուղթը չկա, ինչ են անում կանայք։ Կանայք երևի մի քիչ ալուր են լսում։ Քանի որ բաղադրատոմսը մի քիչ սխալ է։ Ինչո՞վ է սխալ։ Բացատրիր տեսնեմ։ 4 մասի բաժանել չի լինի այս խմորը։ Այն որ դու չես կարող անբաժանել, դա չի շակ որ բաղադրատոմսն է սխալ։ Տղամարդիկ միշտ փորձում են մեղադրել։ Նրան ես չեմ ուզում բաժանել 4 մասի, որտեղ կարող է հավասար չստացվի։ Իսկ մի մասը դե դա արդեն քո մեջ փնտրի սխալը։ Արի եւ սարքում ենք մի շերտ, որ ավելի համով լինի։ Ո՞րն է քո կյանքի երազանքը Վարդ։ Երազանք, ես երազանքներ չունեմ։ Իսկ հեքիաթը նպատակներ ունեմ, որը քիչ-քիչ ինչ-որ չափով լինում է, ինչ-որ չափով չի լինում։ Հեքիաթը իմ կյանքի էս է։ Շատ տխուր հեքիաթ է։ Հենց հիմա ես Անահիտի օգնությամբ 4 շերտը իրար վրա միանգամից։ Հենց հիմա Վարդան Բադարյանը նշեց, որ չի սիրում սուտը եւ ստեց։ Միշտ հիշեք, այն ինչ չեք սիրում, մի արեք դիմացինի հանդեպ, մի ստեք։ Մեկ շուտ տեստացրեք համ։ Բրավո։ Աբեր շատ։ Հիմա մեր հեքիաթը ավարտվում է, մեր հեքիաթը մոտենում է իր ավարտին։ Տեղավորում ենք տակտեր։ Եվ սպասում ենք մինչև ուռի։ Մինչև սպասենք կրեմին անցնենք։ Այո։ Ահա այս հետաքրքիր պահին, ինչպես միշտ գալիս է գովազդը, մնացեք մեզ հետ, կիմանանք թե Վարդան Բադարյանը ստացվեց, չէ, գովազդ։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Հենց նորով մեզ միացավ հիշեցնեմ, որ տղամարդու գործ էջն է մեր եթերում եւ Վարդան Բադալյանը արդեն ինչ-որ բան փորձում է պատրաստել, երևի դու չես իմանա պատրաստեց թե չէ, Անահիտ ջան, դիտենք, տեսնենք։ Ավելացնում ենք շաքարավազը նորությամբ։
թվում է մեզ հարիչը պետք չի, որովհետև արդեն կրեմը պատրաստ է, չէ՞։ Հարիչը ոչ է մնաց։ Մի քիչ կհարենք։ Ու վերջ։ Կարա մի քիչ թող թանձրանա, ալուրը վնաս չի։ Առանցի խմոր ես։ Կարող ավելի լավ ստացվի այն խմորից, տեղերը փոխենք։ Այսքանից է տենց թվում է այլևս ոչինչ ավելի լավ չի ստացվի, ավելի վատ էլ չէր կարող լինել։ Չէ, ես գիտեմ, որ ավելի վատ է լավ։ Ուզում ես էլի ջուրից, ուզում ես այս շոկոլադն է դիժբերին հարի։ Շոկոլադը պետքա քերիչով քերել, մանրացնել, որպեսզի զարդարենք մեր հեքիաթը։ Ես քեզ քո զարդարանքի համար։ Հարելու դեպքում ավելի ջրիկ անում է, իմաստը որներ են ալյուրիդ, որ թանձրանան, նա ինչ ջրիկ դարձավ։ Ալյուրը որ լցրեցին, գնդիկներ աստացում, գնդիկները կմիձև ամեն ինչ ոչ եմ ասի։ Ամեն գաղտնիքներ կա, որ կանայք չգիտեմ։ Օ, հասանք այն կետին հաղորդման, երբ տղամարդը արդեն գլուխ է գովում իր անկարողությունից, գաղտնիքներ կան, որ կանայք չգիտեն։ Եվ այդ ինչ գաղտնիքների մասն է խոսքը։ Առաջինը այն, որ գնդիկներ կա խմորի մեջ, երկրորդը։ Երկրորդը, որ կարելի է ստանալ շաքարավազի թվասերով կրեմ։ Եվ երրորդը։ Եվ երրորդը չեմ ասի։ Հիմա ստանում ենք բանը, զարդարանքը։ Քերեցիր ամբողջ շոկոլադը, քեզ մնում է միայն հանել 4 շերտի փոխարեն քո 1 շերտանոց հեքիաթ թվացքը։ 4 շերտ, ուղղակի չի երևում։ Դե մի արդարացրու քեզ։ Մի հատ նայեք ոնց է քերել շոկոլադը։ Այս ի՞նչ է, սոդայի մեջ շոկոլադ, խտացած կաթի մեջ շոկոլադ, անձեռոցիկի փոխարեն շոկոլադ։ Այսպես աշխատում են, հետո էլ ասում եք ինչի՞ց ես խոհանոցին մոտ չենք թողնում։ Բայց դու իրոք բանը ուրիշ բան պատրաստում ես։ Մի անգամ ուսանող տարիներին ճիշտ ասած շատ էի պատրաստում, քանի որ մենակ եմ։ Նույնիսկ մի անգամ բորշ եմ պատրաստել։ Իհարկե չկերամ, բայց չկերամ, բայց կարող եմ պատրաստել ես։ Բայց ոնց որ չի ուզում դուրս գա, թողեք մնա։ Դες ինչն էր կարևորը, միշտ տակը քսում են ձետ, ինչ-որ բան, որ չկպնի։ Դու ալյուր ես զգուշացրեցի, որ պետքա պերգամենտ։ Պերգամենտ պետք չի, պետք է ձետ չունեի, ես էլ ինչ-որ կարացի հետ։ Նա դեռ հակաճարում է ինձ։ Սոդայի հոտ եմ առնում ուղղակի։ Ինչ ես կպցնում, ափսեի չափով կտրեմ։ Կտրեմ։ Մեր տանը որ խմորերում էին թխում, ես այս կտորները գողանում էի։ Բայց այսպես էին կտրում ձեր տանը։ Ինձ թվում է կարգինով լավ ես աշխատել երկրաչափության ժամերին։ Ճիշտ շրջանաձև։ Ահա։ Հիմա պետքա քսենք այս կրեմ կոչվածը, բայց Ոչ չեմ ուզում։ Չէ, պետքա քսենք, հետո զարդարենք։ Այ շերտերը տեսնում ես, 4 շերտը։ Այն որ մենք ինչ-որ բան ստանում ենք, դա երևում է, բայց այն որ չստացանք 4 շերտանի տորտ հեքիաթ, դա փաստ է։ Սոդեն սխալ լցրեցինք։ Ամբողջ բաղադրությունը ինչ չափով կար, այդ չափով չենք լցրել, հավաստիացնում եմ դες։ Կրեմը ստացանք տարօրինակ ջրիկ, էլ չեմ խոսում, որ միայն շոկոլադն ենք ճիշտ քերել։ Կարող է վերջնական արդյունքը։ Դե ինչ մենք պետք է ստանանք տորտ հեքիաթ։ Հեքիաթ, որ ստեղծում են կանայք խոհանոցում։
Սա այն հեքիաթներ, որ ստեղծեց Վարդան Բադալյանը խոհանոցում։ Մեծ սիրով, քրտինքով, ջրիկ կրեմով եւ մեկ շերտով Կարևորը շատ համով տորտ է եւ հեսա ավարտիր հեքիաթը քո բառերով։ Սիրելի հեռուստադիտողներ, նորից ես ձեզ կոչ եմ անում հանկարծ չփորձեք այս հեքիաթը կրկնել։ Եվ երկնքից ընկան 3 շերտ։ Մի շերտ։ 3 շերտը կորա, մնաց մի շերտը։ Մնաց մի շերտը։ Շատ համով է, շատ։ Աչքերից մեջ նայ։ Շատ համով։ Շատ տհաճ ունի, խորհուրդ չեմ տա ոչ ոքի փորձել, չստացվեց քեզ Վարդան ջան։ Շատ լավ ստացվեց եւ ես տանում եմ այս տորտը իմ հետ, շատ համով է։ Տեսնեմ ինչքանով կծախես։ Չեմ ծախի, կուտեմ։ Կուտես իսկապես։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ խոհանոցը բացարձակ տղամարդու գործ չէ, թե չի ստացվում այդ մարդկանց մոտ, չի ստացվում։ Միայն խոհարարներն են այնտեղ, ինչ-որ հրաշքներ գործում պրոֆեսիոնալ։ Ըստ դուք մնացեք ձեր ավտոմեքենաների, ոնց կասես։ Սպորտի, ֆուտբոլի հետ։ Ես ինձ թվում է շատ լավ ստացվեց։ Ուղղակի տեսք մի քիչ։ Մի հատ փորձի տեսնեմ։ Փորձեցի, նորմալ փորձի։ Համով, հա։ Շատ։ Հաջողություն։ Հաջողություն։ Հանի բերանիցը։ Ես կթունավորվենք։ Ասում համով է, կադրում ինչ ես սուտ ասում, ասում ես սուտ չեմ սիրում։ Ընդհանրապես համով չէր, որ թող։ Կյանքում չեմ սիրում, կադրում սուտ։ Որ թող ոչ տորթ էր, ոչ թխած, ոչ է բիսկվիտ։ Այ քոր, այս ինչ վատներ։ Այսպես տեսանք, թե ինչ ստացվեց կամ չստացվեց Վարդանի մոտ, Անահիտ ճիշտն ասա, ինչով էր կաշառել Վարդանին, որ վերջում ասեց, «Վայ, ինչ վատներ»։ Դու չտեսար, դա PS էր, այսինքն նա չգիտեր, որ մենք նկարում ենք։ Ես 1000 եմ ասել, ստի ոտը կարճ է։ Եթե ում էկրանի առաջ մի ստեք մարդկանց, ասեք համով չի, եթե համով չի։ Եթե ստի ոտը կարճ է, ուրեմն Վարդանը վերջում սենց գնաց դու։ Մոտավորապես այն նույնն է, ինչ այսօր խոսում ենք բարձրահասակների ղեկի մասին։ Եթե տենց դինի, ես չեմ կարող քայլել։ Արի այս ամենը դնենք մի կողմ եւ խոսենք համբույրից։ Մի քիչ հեռու, բայց Ես ուզում եմ ասել, որ քանի որ գարուն է, իսկ գարնանը լինում է նաև գարնանային ընկճախտից խուսափելու արդյունավետ տարբերակ է նաև համբուրվելը։ Համբուրվել սիրում են լավատես եւ ինքնավստահ մարդիկ։ Ապացուցված է, որ այն տղամարդիկ, ովքեր աշխատանքի գնալիս համբուրում են իրենց կնոջը, 5 տարով երկար են ապրում։ Փաստորեն կարելի է միշտ ապրել հավերժ։ Կարելի է հավերժ ապրել ընդամենը մեկ համբույրի շնորհիվ։ Համբուրեք ձեր կանանց ավելի հաճախակի եւ կտեսնեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը։ Իսկ այժմ ես քեզ կներկայացնեմ եւ մեր հեռուստադիտողներին հետաքրքիր փաստեր համբույրի մասին։ Պարզվում է, որ համբուրվելիս մարդկանց 66%-ը փակում են աչքերը, որպեսզի չտեսնեն դիմացի տղայի տգեղությունը։ Պարզվում է, ոչ, դա պարզվում է, որ գիտական բացատրություն ունի, համբուրվելիս մարդու գլխուղեղում զանազան զգացողությունների պայթյուն է տեղի ունենում։ Զգացմունքների ուժգնությունից չուշաթափվելու համար համբուրվելիս փակում են աչքերը։ Այն օրը սիրահարների այգում մեկը ընկած էր մի հատ տղա, փաստորեն աչքերը չէր փակել։ Պայթյուն էր եղել զգացմունքների եւ ամեն մի տարիքի եվրոպացի օրական մոտ 7 անգամ համբուրվում է, դա ինչպես են չափել։ Քանի անգամ է օրական համբուրվում։ Երիտասարդները մոտ 12 անգամ։ Եվրոպացիները երկարակյացներ են փաստորեն, որտեղ միշտ համբուրվում են։ Փողոցում նույնպես։ Համբույրն օգնում է պահպանել երիտասարդությունն ու գեղեցիկ կազմվածքը, այն խոչընդոտում է կնճիռների առաջացմանը, քանի որ համբուրվելու ժամանակ աշխատում են դեմքի բոլոր մկանները, այնպես որ եթե անգամ սեր չունեք, բայց ուզում եք որ ձեր կնճիռները չլինեն, համբուրվեք։ Այո, մեկ համբույրն այրում է 3-ից 12 կալորիա։ Եթե համբույրը այրում է 3-ից 12 կալորիա, պատկերացրու ինչքան կալորիա կայրվի, եթե վազես ու համբուրվես։ Այո։ Եթե համբույրը երիտասարդացնում է, պատկերացնում ես կարելի է բացել կլինիկա, ուզում եք երիտասարդանալ, համբուրվեք մեր բժիշկների հետ։ Եվ մի մոռացեք, որ սերը առանց համբույրի հավասար է 0-ի։ Իսկ դու կարծում ես համբույրը դա շատ անձնական է, պետք չի դրսում համբուրվել։ Ես կարծում դրա մասին կարող ենք զրուցել միայն գովազդի ընթացքում։ Լավ։
Նորից բարի առավոտ։ Ցանկացած երաժշտական գործիք մեծ կարևորություն ունի տվյալ ժողովրդի ինքնության պահպանման գործում։ Ազգային արժեքները պահպանելու եւ իլուր աշխարհին ցուցադրելու համար հարկավոր են իրենց գործի նվիրալներ։ Նրանցից է մեր հյուրը, ով թառահար է, Միքայել Ոսկանյանը։ Բարի առավոտ, Միքայել։ Բարի առավոտ, Միքայել։ Հետաքրքիր է, երբանից է քեզ մոտ ցանկություն առաջացել դառնալ թառահար։ Չեմ կարծում, որ փոքր ժամանակ հարցնեին ինչ ես դառնալ, թառահար։ Հա, չէ, տենց չէ, փոքր ժամանակ հակառակ ուզում եք համաճար դառնալ։ Հա, իսկ ինչու ընտանիքում կա նվագում։ Այդ հետո եմ իմացել, որ պապիս պապը թառահար է եղել։ Երբ որ ուզում էի ընդունվել Քամանչայի, թառը լսեցի, մի անգամից միտքս փոխեցի ու անցա թառն, հա, պես եղավ 9 տարեկան հասակում, ու այսօր արդեն 18 տարի է նվագում եմ։ Բայց գիտես, մանկության ժամանակ հատկապես տղաները, որ բակում խաղում են եւ այլն, ավելի շատ էսպես ֆուտբոլ, հոկեյ եւ այն մարդով գնում էր, ասենք, թառ նվագելու, չէ, օթաչ ոստիկան իրավաբան գոնե։ Բայց թառահարը նորմալ ընդունվեց, թե։ Շատ վաղ տարիքից երաժշտական այդ ասպարեզի մեջ եմ եղել, երգել եմ։ Ահա, նաեւ երգել։ Եվ ասենք երաժշտական գործիք նվագելու անհրաժեշտություն այդ ժամանակ ստեղծեց, որ երգիչը նաև ցանկալի է, որ որևէ գործիքի տիրապետի։ Իսկ մտածում եք մասնագիտանալ այդ առումով, թե դա դառնա որպես հոբի։ Ես միշտ ուզեցել եմ երգիչ դառնամ, երգեմ, հետո բայց ստացվեց հակառակը, էլի, թառ նվագելը ինձ ավելի հարազատ դարձավ։ Իսկ եթե հնարավորություն ունենաք հիմա երգով կզբաղվեք։ Երգով զբաղվում եմ, ճիշտ է, ոչ պրոֆեսիոնալ այսպես ասպարեզում, բայց ինքս բազմաթիվ վոկալային այդպիսի միջամտություններ անում եմ, թեկուզ իմ բենդի երաժշտության մեջ։ Իսկ ինչ ժանրում ես ամենաշատը նվագում։ Այժմ ստեղծագործում նվագում եմ հիմնականում ֆոլք ջազ ժանրում։ Բայց երբ ասում ենք թառ, քամանչա, միանգամից այսպես ազգային երաժշտություն ենք պատկերացնում եւ ինչ որտեղ չենք կարողանում առաջամադրել ջազի ֆոլքետ։ Ինչպես ազգայինը համադրել է ջազի։ Ինչպես ստացեց այդ միտքը քեզ մոտ։ Միտքը այսպես, ես բացի ազգայինից, որ իմ մեջ է, ես կրում եմ, նաեւ շատ սիրում եմ ջազային ուղղվածությունը, տարիների ընթացքում ուսումնասիրում եմ այդ երաժշտությունը։ Հետո փորձեցի այսպես ձայնագրությունների հետ մեկտեղ նվագել, իմպրովիզացիաներ անել, կամաց ստացվեց ու ավելի ուշ սկսեցի ինքս ստեղծագործել այդ ժանրում ու փորձեցի հնարավորինս ճիշտ կերպով կամ չգիտեմ գոնե ճաշակի մեջ համադրել թառը ջազային երաժշտության հետ։ Իսկ հեշտ ընդունվեց այդ ամենը, օրինակ, չգիտեմ, քո դասախոսը դասատուն չասեց, տղա ջան, սրա համար է սովորել, որ համադրում են օտարամոլ ջազի հետ։ Հա, իմ բախտը բերել է այդ առումով, այդպեսի սուր քննադատությունների չեմ արժանացել, փառք Աստծո մինչև հիմա, որովհետև հիմքում միևնույն է, ազգայինն է։ Ես ամեն գնով փորձում եմ ազգային մեր գործիքի գեղեցկությունը տրամադրել այդ երաժշտության միջոցով։ Իսկ երաժշտությունը ինքը այնպեսին է, որ ավելի կարող է օգնել գործիքի զարգացմանը։ Ինքը ավելի լայն մասաներ ունի, լսարան ունի եւ տարիքային եւ ազգություններ, այսպես տարբեր ազգի մարդիկ լսում են ու թառը ինչ ազգության է, որպես այդպեսի։ Թառը ես ինքս համարում եմ, որ հայ է։ Որ հայ է։ Իսկ կան հարևան ազգի ներկայացուցիչներ, ովքեր համարում են, որ իրենցն է։ Դե հարևան ազգի ներկայացուցիչները ամեն ինչն են համարում իրենցը, չի կարելի այդպես ուղղակի հավատալ։ Մենք մեր մանրանկարներում դեռևս միջնադարյան կա մանրանկարիչները թառ են պատկերել, այդ ժամանակ մենք հարևանները դեռ չէին էլ եկել։ Չէ, դա էլ է հարաբերական, որ պատկերացրու ես նկարիչ եմ, այսօր iPhone եմ նկարում եւ մի քանի դար հետո տեսնում եմ, որ Հայաստանում նկարիչը iPhone է նկարել եւ ասենք հայկական է։ Իհարկե ես քեզ հետ համաձայն եմ, երևի ավելի շատ կարելի է համարել արևելյան գործիք։ Ընդհանուր տարածաշրջանային այսպես տարածում ունի ինքը, բայց
Մերձավոր արևելյան գործիք։ Ավելի շատ կարելի է հայկական համարել, քան մյուսներինը, որովհետև եւ իհարկե պարսկական թառը չմոռանանք, որովհետև իրենք էլ ունեն թառ իրենց տարատեսակը։ Այսինքն տարի տեսակներ կան, որ օրինակ մենք կրծքին հենելով եւ կրծքին վրա ու թևին հենելով ենք նվագում, իրենք ոտքին են դնում նվագում, ավելի գիտարի պես։ Եվ տարբերվում են նաեւ ձայնով, հնչերանգով։ Իսկ ըստ ձեզ առհասարակ ազգային երաժշտական գործիքներով ցանկացած երաժշտության ոչ կարելի է ստանալ, ասենք ռոք, չգիտեմ ավելի։ Իհարկե։ Երաժշտական գործիքը օրինակ այս թառը ինքը մեծ հնարավորություններ ունի ու թե տեխնիկապես թե իր հնչերանգային բնույթով ինքը կարող է ցանկացած երաժշտության մեջ իր ուրույն տեղը իր գիծը ունենալ։ Նույն ձևով նաև այլ երաժշտական գործիքները։ Պահանջարկը շատ է թառի, շատ են հրավիրում ինչ-որ համերգների մասնակցելու։ Ես չեմ դժգոհում այդ առումով, որովհետև իրոք անկեղծ լինեմ, բավականին մեծ։ Իսկ որպես տղա վաղումին սուր ընտանիք պիտի պահեք, կարող եք թառահարությամբ վաստակել, թե։ Այդ առումով էլ բարվոք վիճակում է։ Ուզում եմ ասել, այլ մասնագիտություն ձեզ հարկավոր է, որպեսզի վաստակեք եւ թառով զբաղվեք, թե ես թառով կարող եմ մասնագիտություն ունեի, բայց գերադասեցի թառով զբաղվել։ Եթե թառը թանկ լինի, կարելի է վաճառել եւ ընտանիքը պահել։ Դե լավ էլի։ Իսկ այդքան թանկ չի, ես պատմաբան եմ։ Էն էլ մի բան չի։ Էն էլ մի բան չի, չէ։ Վաստակել առնում։ Կրթություն եւ գիտելիքներ ձեռք բերելու համար շատ կարեւոր է համալսարանական կրթությունը ինձ, որ նույնիսկ օգնեց երաժշտության մեջ, պատմաբան արվեստաբան եմ, բայց միևնույնն է, եթե ունես սիրելի մասնագիտություն, սիրում ես դա, փորձում ես միշտ զարգացնել այն։ Ես ընդհանրապես սխալ եմ գտնում անդադ նույն հարթության վրա մնալը, պետք է ինքդ փորձես եւ զարգացնել թե երաժշտական առումով եւ թե օրինակ նյութական առումով, ֆինանսական առումով միշտ դեպի առաջ գնաս։ Լավ, ինձ հետաքրքիր է, դու ասացիր, որ քեզ հրավերներ շատ են լինում եւ չես բողոքում։ Ինչ կարծիք ես, քեզ հրավիրում են, որովհետեւ ինչ որ ազգապահպանման, ազգային գործիքի, երաժշտական գործիքի պահպանման միտումն է նրանց ստիպում, որ կանչեն, թե պարզապես էկզոտիկային համարում, որ ենթադրենք ռոքի մեջ, ջազի մեջ մտցնել ինչ որ ազգային գործիք։ Այդ կախված արդեն այդ կանչողի տեսակից, երկուսն էլ կա, ասեմ, որ ոմանց համար դա էկզոտիկա է, իսկ ոմանց համար իրոք պետք է ցույց տալ, որ թառը ունի այդ բոլոր հնարավորությունները, թառը մեռած չէ եւ կարող է ցանկացած ժամանակակից գործիքների կողքին հնչել։ Իսկ մեր շոու բիզնեսի աստղերի հետ համագործակցում ես, չգիտեմ, նրանք պահանջարկ կա, ասենք թառահարը կա, նվագի ինչ-որ մի համերգի։ Այո, օրինակ վերջին շրջանում Արամ Մեմպետրի համերգներին մասնակցությունը ցուցաբերում, նվագել եմ Արսեն Գրիգորյանի Մրոյի բենդում։ Մրոյի դեպքում արդեն ժողովրդական է եղել, իսկ Արամի դեպքում այդ փոփոխված ջազային տարբերակ։ Չէ, այդքան ջազային չէ, ինչքան ժամանակակից երաժշտություն։ Փոփ R&B երգեր, չեմ սխալվում, Ջասթին Թիմբերլեյքի երգեր։ Բավականին հետաքրքիր է ստացվել։ Այո, ես ինքս լսել եմ։ Դե ինչ, հետաքրքիր է մինչև քեզ Հայաստանում որևիցե մեկը մտածել է նման կերպ նվագել, թե հենց դու ես առաջինը եղել։ Համադրել արդի երաժշտության հետ։ Այսինքն պետք է որ այո, փորձեր իհարկե եղել են տարբեր մեր շատ անվանի լավ երաժիշտներ, թե թառահար, թե այլ գործիքի վրա նվագող։ Ուղղակի դա որպես հիմնական գործունեության այդ վիճակ, այդ երևի թե ես եմ, որ մտել եմ դրա մեջ ու իսկ թառը ռոմանտիկ գործիք է ըստ աղջիկան սերենադի համար։ Այդ ինչպես ես նվագում, կարող ես եւ ռոմանտիկ սարքել եւ ագրեսիվ եւ Իսկ դու ինչի ես նմանացնում թառը, օրինակ թավ ջութակը կնոջ են նմանացնում իր կազմվածքով։ Իսկ սա բոլոր լարային գործիքներն էլ կարելի է կնոջը տասացնել։ Հենց կնոջը նմանացնել եղավ, ոչ ոք տղամարդուն չի նմանացնի, բայց մեզ բոլորը։ Լավ, իսկ եթե խնդրենք ինչ-որ բան հնարավոր է այս բանին նվագել հատուկ կանանց համար, որովհետև կանանց միամսակ է սկսվում։
Շատ խոսեցինք, լսելու ժամանակն է։ Եվ ինչ ենք լսում։ Ջազային թե ժողովրդական։ Չէ, ոչ են, իմ ստեղծագործություններից մի հատված։ Դու նաև երգեր ես գրում։ Այո։ Երգեր թե միայն երաժշտություն։ Եվ երաժշտություն, եւ երգեր։ Մեծ սիրով լսում ենք։ Դու ապացուցեցիր, որ իսկապես կարելի է ռոմանտիկ լինել թառով։ Զգացիր այդ ռոմանտիկությունը։ Ես բոլոր կանանց անունից եմ ասում, հաստատ բոլորին դուր եկա։ Լավ Միքայել ջան, կա հայտնի թառահար, ումից դու ոգեշնչվել ես, ով նայել ես նրան, չգիտեմ։ Երևի թե բոլոր հայ թառահարները իրենց համար ամենամեծ այսպես մեգա, հա, նշանակություն ունեցող երաժիշտը դա Սողոմոն Սեյրանյանն է, ով ուղղակի տարածաշրջանում թառի դպրոցի հիմնադիրն է։ Հետո հետագայում մեր շատ անվանի թառահարներ կան Աշոտ Գասպարով, Արամ Նիկողոսյան, այսօրվա ժամանակակից Ռաֆիկ Վարդանյան, Արտեմ Խաչատուր, լավ ընկերը։ Իսկ երբևէ մտադրություն չի եղել գնալ օրինակ Արևմուտք, Ամերիկա, Եվրոպա, չգիտեմ, որտեղ այնտեղ կհամարվի էկզոտիկ գործիք եւ գուցե գործերը ավելի գնահատվի։ Իսկ հրավերք ունեմ, ասեմ, ընդունել ես Նյու Յորքի ջազ ֆեստիվալին մասնակցելու իմ խմբով, որտեղ գրեթե 1 տարի օնլայն մրցույթ էր ընթանում եւ մենք 250 մասնակիցների մեջ երկրորդ տեղն ենք գրավել։ Ու հրավերքը եկել է այս պայդրությամբ գնալու ես որոշակի հովանավորչական հարցեր կան, եթե լսվի կգնանք։ Մնալու ես։ Այ դա է հետաքրքիր։ Եթե հետո անդադար այդպես առաջարկներ լինի եւ ավելի լավ Ինձ թվում է ավելի հետաքրքիր ու ավելի հաճելի կլինի, եթե տեղից դու անդադ հրավերքներ ունենաս, գնաս ներկայացնես քո երկիրը, հետ գաս։ Եվ հետ գաս, ապրես, հենց այս լավատեսական նոտով մենք պետք է ավարտենք, հիշեցնեմ, որ Միքայել Ոսկանյան թառահարն էր մեր հյուրը, շնորհակալ ենք։ Դու քո նվերն իսկապես բոլոր կանանց արեցիր արդեն մարտի 8-ի վերջ։ Կարող ես էլ ծախս չանել։ Հաճելի օր ենք մաղթում քեզ Միքայել ջան, այս պահին ընդմիջվենք գովազդով։ Նորից բարի լույս բոլոր նրանց, ովքեր այս պահին միացան մեզ եւ հիշեցնենք մեր հաղորդման հովանավորին։ Մեր հաղորդման հովանավորն է Իմա ընտանեկան բժշկական կենտրոնը։ Այստեղ դուք կարող եք ստանալ լիակատար ախտորոշում եւ տեղեկանալ ձեզ ուզող բոլոր առողջական խնդիրների մասին։ Կենտրոնում կատարվում է անվճար ճիճվագրության հետազոտություն մինչև 14 տարեկան երեխաների համար, իսկ մինչև ապրիլի 7-ը կանանց համար գործում է ակցիա անվճար կանացի հետազոտություն։ Մանրամասների համար զանգահարել 50 80 50, իսկ հասցեն է Մաշտոցի պողոտա 33 կոտորակ 1։ Առողջության թեման կշարունակի մեր օրվա դեղատոմսի երկրորդ մասը։
Ժողովրդական բժշկությունը բավական հարուստ է իր դեղատոմսերով ու բուսական բաղադրատոմսերով, որոնցից մի քանիսին հենց հիմա կծանոթանանք Մարիամ Վահանյանի օգնությամբ։ Բարի լույս Տիկին Վահանյան։ Բարի լույս։ Ասում են գլխուղեղի այրյան շրջանառությունը բավական օգնում է սխտորը, ինչքանով է սխտորը օգտակար այս խնդրի դեպքում։ Սխտորը օժտված է նրանով, որ ինքը այրյան մեջ վերացնում է խոլեստերինի քանակությունը։ Այդ պատճառով լավանում է այրյան շրջանառությունը, գլխուղեղ, ուղեղը արդեն աշխատում է նորմալ։ Իսկ կա օրական չափաբաժին թույլատրելի։ Կարելի է ամեն օր ուղղակի մեկ ճեղ։ Նաև ասում են բավական օգտակար է հնդկական ընկույզը, օրական 100 գրամ եւ շուտով գլխուղեղի այրյան շրջանառությունը կկարգավորվի։ Իսկ ես այդ դեպքում կասեի, իհարկե դա ճապոնացիներն են ասել, որ ընդամենը 4 սահատիկ եւ նա եթե օգտագործեք ամբողջ կյանքում, ապա նա նույնպես վերացնում է խոլեստերինի քանակությունը, լավացնում այրյան շրջանառությունը եւ ուղեղի աշխատանքը նույնպես։ Եվ այսօր ինչ թույլում եք պատրաստել։ Ուրեմն այսօր ես ուզում եմ առաջարկել մի բաղադրություն, որը առաջարկում է ժողովրդական բժշկությունը։ Դա հնդկական սևթեի, երիցուկի, այսինքն ռամաշկայի, մեկ թեյ գթալ ռամաշկա, մեկ թեյ գթալ սրահում, ընդ որում դա մեր զվերավոյն է, ով որ չգիտի, անանուխ, սա միական է, եւ եղեսպակ։ Շալֆեյ, այո։ Այս բոլորը խառնում ենք իրար եւ այս ամենին մենք ավելացնում ենք մեկ բաժակ ջուր, թողնում ենք թերմերի 25-ից 30 րոպե եւ ավելացնում անպայման իհարկե մեկ թեյ գթալ մեղր։ Եվ խոլեստերինը եւ գլուկոզի այրյան շրջանառությունը եւ վիտամիններով հարստանում է մեր ամբողջ օրգանիզմը, միկրոէլեմենտներով, այնպիսի բաղադրություն է սա, որ գրեթե անհրաժեշտ է բոլորին, ընդ որում հատկապես 40 անց մոտ։ Իսկ օգտագործման հաճախականությունը ինչպիսին է։ Յուրաքանչյուր դեղաբույս երբ օգտագործում եք, պետք է անպայման 10 օր օգտագործեք, 10 օր տակ հանգիստ, հետո նորից օգտագործեք։ Շնորհակալություն։ Հիշեցնենք, որ ժողովրդական բժշկության մեթոդներին մեզ ծանոթացնում էր Մարիամ Վահանյանը։ Չմոռանանք, որ գլխուղեղը մեր միակ մտածող օրգանն է։ Լավ պահպանենք այն, որպեսզի կարողանանք մտածել նաև այլ օրգանների մասին։ Առողջ նաև այն մարդը գործանով մեջ ունի խաղաղություն։ Եվ չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է, եթե չկա խաղաղություն քո մեջ, ապա ինչի լինի ոչ մի տեղ։ Այո, ներքին խաղաղությունը շատ կարևոր է, իսկ եթե ներքին խաղաղություն չկա եւ կոնֆլիկտներ են առաջանում, եւ գարունը դարձնում է գարնանային ընկճախտ։ Գարնանային ընկճախտի մասին է մեր վերջին տեսանյութը։ Ձեզ մոտ նկատվում է տրամադրության անկում, ֆիզիկապես թույլ եք, մելամաղձոտ եք արթնանում, տեսնում եք չար երազներ, ապա մենք ձեզ մոտ ախտորոշում ենք գարնանային դեպրեսիա։ Գարնանային դեպրեսիա ասածը նկատվում է բոլոր մարդկանց մոտ, բոլոր ազգությունների, բոլոր հասկացար երկրի մոլորակի վրա։ Ցանկացած տիպի եղանակային փոփոխություն, անկախ նրանից մենք ձմեռվանից անցնում ենք գարուն, աշունից անցնում ենք ձմեռ, բերում է համապատասխան վեգետատիվ փոփոխությունների։ Մարտի 1-ի առավոտյան արտանում ենք, տենում ենք նույն փետրվարի 28-ն, մի փոքր կարող արևոտ, մի փոքր ընդհակառակը մռայլ։ Դες ոչ մի բան չի փոխվել եւ այստեղ ունենում ենք արդեն մի հիասթափություն։ Ցուրտ ձմեռը մնացել է հետևում, արևն ամեն օր ավելի է ջերմացնում, իսկ մեր օրգանիզմը զգում է վիտամինների եւ կենսաբանական այլ ակտիվ նյութերի պակաս։ Պարզվում է, վիտամինների պակասն ու եղանակային փոփոխությունները ընկճախտի հիմնավոր պատճառներից են։ Գարունը լրիվ հակառակ շրջադարձ է կատարվում, մարդը լրիվ որակապես մի նոր փուլ է անցնում եւ նույնիսկ այդ դրական էմոցիան, որակապես դրական էմոցիան, նույնպես կարճ ժամանակ կարող է դրսևորվել որպես դեպրեսիվ սինդրոմ, որպես հարմարողական պատասխան ռեակցիա այդ փոփոխությանը։ Պարզվում է, ընկճախտը ավելի շատ սիրում է կանանց, մեղավորը կանացի ֆիզիոլոգիան է, դա պայմանավորված է նյութափոխանակության առանձնահատկություններով, կանայք անհամեմատ ավելի շատ են ենթարկվում հորմոնալ փոփոխությունների, որն ազդում է ողջ օրգանիզմի եւ հատկապես հոգեկանի վրա։
կտրուկ հասկանում են, որ հագնելու շորջ չունեն, գարնանը համապատասխան եւ դրանից են ընկնում դեպրեսիայի մեջ։ Կարող ենք ասել, որ կանայք իհարկե շատ ավելի հակում ունեն նման դեպրեսիայի, քան թե տղամարդիկ։ Ըստ մասնագետների անցկացրած հետազոտությունների, գարնանն ավտովթարների ու դրանց պատճառով մահացությունների թիվը եւս ավելանում է։ Դա կարող լինի ագրեսիվությամբ արտահայտված, ասենք ավտովթարների մեծ քանակ կամ չգիտեմ արագ քշող մեքենաներ։ Գարնան գալու հետ մեկտեղ զգեստապահարանից դուրս ենք բերում թեթև հագուստները ու չենք մտածում վիրուսների մասին։ Իսկ գարունը ամենաակտիվ եղանակն է վիրուսային գրոհների համար։ Արդյունքում ձեռք ենք բերում հարբուխ կամ գրիպ, ինչը նույնպես տրամադրության անկման հիմնավոր պատճառ է։ Զբաղվել սպորտով, փորձենք մեծացնել ֆիզիկական ակտիվությունը, փորձենք շատացնել ընկերներին հատկացնելիք ժամանակը։ Շատ վազել, քայլել, շփվել ընկերների հետ, ուտել վիտամիններով հարուստ միրգ, բանջարեղեն։ Մասնագետների խորհուրդներն այսքանով չեն սահմանափակվում։ Թվում է պետք է բոլորը կարդան գրքեր, լսեն դասական երաժշտություն, ինձ թվում է դասական։ Բոլորն էլ սիրում են դասական ինձ թվում է։ Երաժշտ դու սիրում ես դասական երաժշտություն։ Դու ո՞րն ես սիրում, դասականը թե երաժշտությունը։ Երբեք չտրվել նմանատիպ ժամանակավոր ազդակներին, չկորցնել երբեք աշխատասիրությունը, միշտ լինել զբաղված, միշտ լինել զգոն։ Աշխատենք առաջի հերթին, ավելի շատ քայլել, ավելի շատ զբոսնել, ավելի շատ մաքուր օդին, միգուցե սպորտ, միգուցե, ինչ որ մի ձևի ֆիզիկական ակտիվությանը տրվել, ավելի շատ դուրս գալ համացանցերից, ավելի շատ ապրել իրական կյանքով։ Բաբա, բեբե, բու։ Ինձ թվում է արդեն բոլորն ազատվեցին գարնանային դեպրեսիաներից։ Մելանիա Հարությունյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Կարծես թե ազատվեցինք դեպրեսիայից, ծաղրացուն մեզ օգնեց եւ մեր այսօրվա վերջին լուրը։ Ըստ գերմանացի փորձագետների, կանանց 25%-ը կուզենար իրենց կողքին տեսնել փաստաբանի կամ ճարտարապետի, 20%-ը բժշկի կամ ինժեների, կանանց 13%-ն է նախընտրում է ոստիկանների եւ օդաչուների եւ միայն 10%-ն է անկեղծորեն նշել, որ ամենահուսալի տղամարդիկ ըստ իրենց բանկիրներն են։ Իսկ ես կասեմ, որ կապ չունի ձեր կողակիցը ինչ մասնագիտություն ունի, կարեւոր է որ նա լինի հաղորդավար։ Ոչ, կապ չունի թե ինչ մասնագիտություն ունի ձեր կողակիցը, կարևորը որ դուք լինեք սիրված եւ սիրեք։ Այնպես որ մասնագիտությունը դնենք մի կողմ եւ ինչպես ասում էր մեր ծաղրածուն, բաբա բեբե բում, ավարտվում է այսօրվա մեր հաղորդումը, ազատվեք գարնանային ընկճախտից եւ սեր նվիրեք ձեր կանանց։ Բաբա բեբե բում, կում նշանակում է կհանդիպենք վաղը։ Մնացեք մեզ հետ։